Բարև Factor TV հյուրը ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն է, ողջույն պարոն Առաքելյան։ Այդպես էլ հայտնի չդարձավ ձեր կուսակցության ԲՀԿ-ի համագործակցություն ամեն դեպքում լինելու է թե չէ ընտրապայքարում նոր իրար հետ գնալու նույն ցուցակով թե չէ անգամ տեղեկություն կար, որ պարոն Ծառուկյանին եք հանդիպել, լավ, ասեք վերջապես ԲՀԿ-ն կլինի ձեր դաշնակիցը թե այլ ուժի հետ եք խոսում։ Ու այդ ինֆորմացիայի, որ ասած, մեդիա աղմուկը շատ ավելին էր, քան իրականությունը։ Գագիկ Ծառուկյանի եւ իր թիմի հետ ունենք լավ հարաբերություններ, տարբեր ուժերի հետ եղել է քննարկումներ, բայց այս պահին դեռ չենք վերջնականացրել ձևաչափը, առաջիկայում կվերջնականացնենք, կտեղեկացնենք, բայց ԲՀԿ-ի հետ այս փուլում ընտրությունների համատեղ գնալու օրակարգ չկա։ Չկա։ Իսկ պարոն Ծառուկյանն է մերժել ձեր ուժի հետ գործակցություն, թե ձեզ է ոչ բավարար եղել հնարավոր։ Մերժելու հարց չի, որովհետև ընդհանրապես ընտրություններին համատեղ գնալու որոշումը տենց այո ոչով չէ, որտեղ երբ որ մենք քննարկում ենք, բազմաթիվ գործոններ կան եւ մասնակցության ձևաչափը եւ բովանդակությունը եւ մնացած այլ հարցեր, ուստեղ կարեւոր է ընտրել նաեւ մեր ապրելու երկիր կուսակցության առավել արդյունավետ ձևաչափը, որովհետեւ մեր նպատակը անել առավելագույնը մեր եղած ռեսուրսով, որ Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանափոխություն լինի, հետեւաբար ԲՀԿ-ի հետ չստացվեց համագործակցություն։ Ասում ստացվել չստացվելու հարցը չի, ասում բազմաթիվ գործոններ կա, հիմա եղել են քննարկումներ, բայց այն գործոնները, որոնք տարբեր ուժերի հետ նաև քննարկում են, եկել են եզրակացության, որ առաջիկա որոշումներում մենք կընտրենք ամենաարդյունավետ մոդելը։ Կխնդրեմ նաև նշեք այն ուժերի շրջանակը, որոնց հետ հնարավոր է լինի համագործակցություն։ Նայեք, քանի որ նման քննարկումները դեռևս հրապարակային չեն եւ հնարավոր է չստացվեն, զերծ կմնամ անուններ նշելուց, երբ որ կլինեն վերջնական որոշումներ, նման հայտարարությունները ավելի խելամիտ է անել միաժամանակ երկկողմանի կամ բազմակողմ ֆորմատով, ոչ թե Սավել Կարապետյանի ուժի հետ հնարավոր է գնանք։ Չէ, այս պահին չենք տեսնում հնարավոր համագործակցություն։ Իսկ տեսեք, միգուցե որոշում կայացնեք ընդհանրապես չմասնակցել ընտրություններին, եթե չստացվի որևէ ուժի հետ դաշինքի տրամաբանության գնալ, գիտեք, այս հարցը ես տալիս եմ հետեւյալից ելնելով, որ այն ուժերը, որոնք արդեն խոշորացվել են, մեծացել են եւ այլն, նրանք կոչ են անում, այսպես ասենք, ոչ մեծ ռեսուրսներ ունեցող ուժերին չմասնակցել, չփոշիացնել ձայները։ Դա այդ կոչը ձեզ վերաբերվում է, թե՞ չէ։ Նախ այդ կոչը եթե տենց հերթով ասենք ումը վերաբերում է, վերջիններից ենք, որ պետք է ապրելու երկրին վերաբերվի եւ դաշինքային կամ համագործակցային տրամաբանությամբ ընտրությունների գնալը ինքնանպատակ չէ եւ դա մեր ընտրություններին գնալու միակ ճանապարհը չի եղել, որպես քննարկում այդ գործիք է, որը եթե կստացվի համագործակցել ինչ-որ ուժերի հետ, ընդ որում համագործակցությունը ինքնանպատակ չէ, այսինքն մենք ի տարբերություն այն տեսակետի, որ լինում է, չէ, նախընտրական համագործակցություն, որ ամեն գնով մի ձև կպնենք իրար, գնանք այս ընտրություններով ինչ-որ մի հատ արդյունքի հասնենք, հետո կտեսնենք ինչ կլինի, մեր համար դա ընդունելի չէ, որովհետև 2-3 ամսվա համար կարելի է ինչ-որ ուժերի հետ լեզու գտնել, պայմանավորվել, բայց երբ որ գնում ես դու հայտնվում ես պարլամենտում կամ առավել եւս իշխանության մաս ես կազմում ու դրանից հետո համագործակցությունը տապալվում է, երբ որ մեր պատմության մեջ նայում ենք բազմաթիվ դեպքեր են եղել, մենք այդ կարևորում ենք, այսինքն մենք դիտարկում ենք հնարավոր համագործակցություն, որ այն ուժերի անհատների հետ, որոնց հետ տեսնում ենք, որ առնվազն 5 տարի ունենք ընդհանուր ճանապարհ անցնելու տեսլական եւ պայմանավորվածություն, հա, որովհետեւ զուտ տեխնիկական միավորում անես ռեսուրսների, որ գնաս ընտրությունների, մեր համար դա ընդունելի չէ։ Եվ այդ տեսանկյունից է, որ նաեւ միջև այսօր դեռ շարունակվում են քննարկումները, օրակարգում ունենալով ոչ միայն այս 2-3 ամսվա համատեղ փոխզիջումների կամ ընդհանուր հայտարարի գալը, ինչ վերաբերում է չմասնակցելուն մեր կուսակցությունը 2021 թվականից ստեղծվելով, նաև ձեր եթերում ենք բազմիցս խոսել դրա մասին, միշտ իշխանափոխության ամենաարդյունավետ ճանապարհը տեսել է ընտրությունները, որը ոչ միայն օրվա իշխանության հեռացման տեսանկյունից պետք է նայել, այլ նաև ժողովրդավարության ամրապնդման, որովհետև Հայաստանում դեռևս երբեք ընտրություններով իշխանություն չի փոխվել։ Սա նաև կամրապնդի, նաև այն ռիսկերը, որ մենք ունենք, այն խնդիրները, որ կա պետության նաև կայացման մասով, շատ կարևոր քայլ է, հետեւաբար ընտրություններով իշխանափոխության գնալը
մեր համար նաև գետնի վրա է տեղի ունեցել, դեք բազմաթիվ 25 անգամ մենք թիմ ընտրությունների ենք մասնակցել Հայաստանում, ունենալով հաջողություններ, անհաջողություններ եւ այդ ճանապարհի մեջ առաջիկա ընտրությունները մեր համար բնական հանգրվան են, հետեւաբար ընտրություններին մասնակցելը մենք համարում ենք կարևոր եւ ոչ թե այլ ճանապարհով իշխանափոխություն իրականացնել։ Այսինքն դուք Հայաստանում եք պատկերացնում ընտրություններով իշխանափոխության տարբերակ։ Այո, եւ պատկերացնում ենք դրան նկատի ունենք։ Դա ամենաարդյունավետ ճանապարհն է։ Իսկ ձայներ չեք փոշի ասնի, պարոն Առաքելյան, թե մենակ մասնակցեք։ Այսինքն ինչ ձայները փոշի ասնում 20000 ձայն հավաքեք փոշի ասնի մի ուժ, որը ընտրություններով հաղթել է, եկեք տեսնենք այդ ովքեր են դրա մասին խոսում, ովքեր երբևէ ընտրություններին չեն մասնակցել, ովքեր չեն հաղթել, այսինքն այսօր քանի կուսակցություն կա, դուք ասեք, որ ԿՊ-ին ընտրություններով հաղթել է, կապ չունի թեկուզ թիմ մակարդակով, բայց ԿՊ-ին ընտրություններով հաղթած ուժ է ապրելու երկիրը, հետեւաբար այդ ճակերտավոր մեղադրանքը կամ կոչը, որ ասում վերջինը մեզ պետք է գա, մենք ունենք բոլոր մարզերում կառույցներ, հաղթած ընտրություններ եւ հիմա անում ենք առավելագույնը եւ քաղաքական դաշտում է նոր չենք կամ չենք գնացել կորել ընտրություններից առաջ հայտնվել ենք կարծում ենք, որ այդ խնդիրը մեզ չի վերաբերվում, հիմա բազմաթիվ ուժեր կան, որ այո, բայց ել եմ ասում, բոլորի իրավունքն է եւ ուժեր, որոնք նոր են հայտնվել կամ ակնհայտ է, որ ունեն 0-ին մոտ ռեսուրս, բայց որևիցե մեկը որևիցե իրավունք չունի ինչ որ ուժի ասել, դե դուք մասնակցում եք, ձայն եք փոշի ասնում, նախ սա ընդդիմադիր այլ թևերից է ավելի շատ։ Գիտեք ինչ, նախ եկեք հասկանանք ընտրությունների արդյունքները երբ որ ընտրողները կգնան հիմա նաև շատ սխալ է որ քաղաքական ուժերը ընտրողների անունից տենց հստակ որոշումով սկսում են հայտարարություններ անել, այսինքն այդ ով գիտի ով ինչքան ձայն է հավաքելու, որ այ դուք գիտենք այսքան եք հավաքելու։ Իհարկե կարելի ասել որ հարցումներ կան, վերլուծություններ կան, բայց ժամանակ կա, քարոզարշավ կա եւ բազմաթիվ ուժեր շանս ունեն հայտնվելու խորհրդանում եւ ամենևին ընդունելի չէ, որ 1-2 ռեսուրս ունեցող ուժեր, որոնք նաև ոչ միայն քաղաքական ռեսուրս են, այլ նաև նյութական ռեսուրս են եւ դրա շրջանակներում ասել, որ այս մի 2-3 ուժ է պարլամենտում հայտնվելու, ընտրողների կամքը կարտահայտվի եւ մենք չենք բացառում, որ կարող են շատ մեծ անակնկալներ լինել եւ խորհրդանում հայտնվեն ուժեր, որոնք այս պահին ընդհանրապես չեն նշмарվում որպես առաջատարներ։ Իսկ հարցումներով ինչու չեն նշмарվում որպես միջին տեղերի ուժեր այդ դեպքում։ Նայեք, ընդհանրապես հարցումներին ոչ թե ասենք չենք հավատում, հա, հարցումների տրամաբանությունը լրիվ այլ է, ընտրությունը լրիվ այլ է, որովհետեւ մարդը երբ որ պատասխանում այդ հարցմանը, դա չի նշանակում որ մարդն ընտրության օրը նման ընտրություն է կատարելու, նախ ժամանակային առումով ասենք, հետո այն ընդգրկված ծավալը, որ միշտ հարցումները արվում են մոտ 1000 հոգու շրջանակներում, ամենևին ինչքան էլ հա տենց փորձում են բոլոր սեգմենտներից, հա, եւ սերատարիքային եւ տարածքային ընդգրկել, բայց երբ որ դու տենց իջնում ես, ստացվում է, որ ինչ որ մարզերից հարցմանը մասնակցում է, ասենք 7-8 հոգի, չէ՞, որ այդ 1000-ը բաժանում ես, ասենք այն փոքր մարզերից։ Հետեւաբար դա չի բերում են պատկերը եւ ես չեմ հիշում մի դեպք, որ առնվազն գոնե այս դաշտում եղած հայտնի հարցում կատարող կազմակերպությունների հարցումների եւ ընտրությունների արդյունքները համընկնեն, ամենևին նպատակ չունեմ ասելու, որ սխալ կամ պատվիրված հարցում է անում, ելի եմ ասում, ընտրությունների արդյունքները, քարոզարշավը, մարդկանց որոշումների կայացման գործոնները, ելի որտեվ երբ որ քեզ հարց են տալիս ու դու հարցին ուղղակի պատասխանում ես, դա մեկ այլ բան է, բայց երբ որ դու որոշում ես կայացնում, գնալ ընտրության կամ որոշում ես կայացնում ինչ-որ բան առնել, այսինքն կրում ես այդ պահին պատասխանատվություն։ Դա մեկ այլ բան է, այսինքն այսօր ինչ նախասիրություն ունես ինչ-որ մի բան առնելու մեկ այլ բան է, բայց որ այդ պահին որոշում ես կայացնում առնել, դու այդ որոշում կայացնելու շատ ավելի շատ գործոններ ես հաշվի առնում, քան ուղղակի հեռախոսով ինչ-որ մեկի հետ խոսելուց։ Հասկանալ է, եթե հիմնվենք Միջազգային Հանրապետական ինստիտուտի հարցման տվյալների վրա այն սեգմենտը, որ ասել է շատ հավանական է կմասնակցի ընտրություններին, 29% ԿՊ-ն էր ընտրում, 11 Կարապետյանի ուժին, 4 Քոչարյանին եւ 2 ընդամենը Ծառուկյան, վերջին երկուսին բարդ կլինի հաղթարել, եթե հավատանք այս թվերին, այ ինչով բացատրել ընդդիմադիր ուժերի ոչ բարձր ցուցանիշը այն իմաստով, որ ԿՊ-ն համարյա կրկնակի ավել է, հա, այսինքն նշածս ուժերից 3 ամենառեյտինգ ունեցող ուժերից ընդդիմադիր համարյա կրկնակի ավել են, այսպես։ Դե չէ, նույնիսկ եթե այդ հարցումներով է նայենք, այդ հարցումների մեջ նաև ընդդիմադիրների ձայները եթե գումարում ենք միևնույն այնպես չէ ԿՊ-ին ավել է, հետո եթե զուտ հարցման մեթոդաբանությունից գնանք, առնվազն այն մարդիկ, ովքեր դեռ չեն կողմնորոշվում են ընտրելու,
Դրա մեջ շատ քիչ մասնաբաժին կա, ովքեր ընդունում են իշխանությանը, այսինքն ամեն դեպքում խոսքը միայն այս իշխանության մասին չէ, իշխանության նկատմամբ վերաբերմունքը հստակ է հասարակության մոտ, որովհետև իշխանություն է, որը արդեն 8 տարի կառավարում է։ Հետևաբար այսօր հանրության վստահ եմ գրեթե ամբողջ հատվածը ունի իշխանության նկատմամբ վերաբերմունք, կամ կողմ է, կամ դեմ է։ Հետևաբար շատ քիչ է, որ ընտրություններում նույնիսկ եթե վերցնենք այդ 29%-ը, մեծ աճ ունենա։ Այսինքն չկողմնորոշված հատվածը միշտ փորձում է փնտրել ընդդիմադիր հատվածից ում ընտրել, կամ վերջում հնարավոր է հիասթափվի չգնա ընտրության, բայց շատ քիչ է շանսը, որ իշխանությունը, որը 8 տարի իր գործունեությունը ծավալել է, քարոզարշավի հաշվին մարդը վերաբերմունք փոխի կամ դրական կամ բացասական։ Հետևաբար փոշիացված ձայները։ Դեք ինչ հիմա թվաբանական վարժություններով Չմտնենք այդ։ Հա, կարող ենք ամեն դեպքում այն որ ընտրություններով հնարավոր է իշխանությանը հեռացնել նույնիսկ այս հարցումների հիման վրա, հնարավոր է, այսինքն չենք տեսնում որևէ հարցում, որտեղ իշխանության վարկանիշը տենց 60-70% է։ Հիմա կա մեծ աշխատանք ընդդիմության համար անելու, որ իշխանապողություն լինի։ Իհարկե կա, ես չեմ ասում հեշտ է, բայց ամեն դեպքում եղած իրավիճակը, հարցումները, նաև հասարակության այդ շփումները խոսում են այն մասին, որ ընտրություններով իշխանապողությունը բավականին հասանելի է։ Բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանը 65% նշաձող է ԿՊ-ի համար սահմանում, 65% նկատի ունեն ազգային ժողովի այսօրվա մանդատների համամասնություն, եկեք լավ, մի քիչ այն կողմից նայենք, ինչու պետք է չհաջողվի ԿՊ-ին կրկնել առնվազն 2021-ի ցուցանիշը, պարոն Առաքելյան, եկեք հիշենք այն ժամանակ անվտանգային լուրջ մարտահրավերներ կային, հենց ընտրությունների քարոզարշավին զուգընթաց Հայաստանի դեմ ռազմական ագրեսիա էր գնում, ներքաղաքական անկայունություն, ԿՊԱ-ականներն ասում են, եթե այն ժամանակ այդքան մեզ վստահել է քաղաքացին, այս 5 տարվա ընթացքում այո կորուստներ եղել են, բայց նաև խաղաղություն ենք բերել, ասֆալտ ենք արել, մանկապարտեզ, դպրոց, հազար ու մի բան, թոշակներ, առողջապահություն, բանակ, կահավորել սահման եւ այլն զենք գնել, պիտի մարդիկ գնահատեն։ 2021 թվականի ընտրությունները բոլորովին այլ միջավայրում էր, էմոցիոնալ ֆոնը բավականին բարձր էր, որովհետեւ ամեն դեպքում աղետալի պատերազմից մի քանի ամիս անց արդեն մտանք նախընտրական փուլ, որտեղ հասարակությունը բոլորովին այլ, առավելևս էմոցիոնալ գործոններ էր հաշվի առնում ընտրելու եւ հաշվի առնենք, որ 2021 թվականին պատերազմի արդյունքում միևնույնն է Արցախի գոյությունը փաստ էր եւ 2021 թվականի ընտրություններում շատ քիչ էր այն ընկալումը, որ Արցախը կարող է կորցնել։ Առավելևս կային ռուս խաղաղապահներ, որը այդ պահին ուներ բավականին բարձր վստահություն հանրության մոտ, մինչև 21 թվականը նկատի ունեմ եւ Արցախի գոյությունը որովհետեւ մետի մոտ տենց լայն մասաների մոտ կասկած չէր հարուցում, առավելևս Նիկոլ Փաշինյանը 21 թվականին հայտարարում էր Շուշի հադրութի դեօկուպացիա, արտաքին քաղաքականության մեջ Արցախի ինքնորոշման իրավունքի գերակայությունը եւ այլն եւ այլն։ Այսինքն այդ պարագայում իսկ հիմա մենք առաջին անգամ գնում ենք ընտրության, որտեղ որ Արցախը հայկական չէ, դա որովից ընտրության ժամանակ չենք ունեցել, ինչքան էլ նշում ենք, բայց 2021 թվականի վերջի ամիսներին ռազմական որևէ ագրեսիա Ադրբեջանի կողմից չկար, ինչպես հիմա չկա, այսինքն Ադրբեջանը շատ լավ էլ այնպեսի միջավայր է։ Չէ, հարձակում չեղավ, զինված, հա, բայց ամեն դեպքում կրակոց եւ ինչ որ դեպքեր, զոհեր, վիրավորներ մենք չունեցանք 2021 թվականին։ Ու նաև մնացած ոլորտներում, ասենք Նիկոլ Փաշինյանը խոստանում էր 2021 թվականի ծրագրում, որ աղքատությունը պետք է 2 անգամ կրճատվի, որը տեղի չունեցավ։ Նիկոլ Փաշինյանը կամ խոսում եք այդ 500 մանկապարտեզ, 300 դպրոց, 300 դպրոցից այս վերջերս ես էի հարցում արել, կառուցվել է լավ, մի քիչ նայած կարող է վերջնական կլինի մի երկուսը, ասենք 100-ից քիչ, այսինքն այն բոլոր խոստումները, որոնք տվել են, միայն անվտանգայինի մասին չխոսենք։ Հիմա այս էմոցիոնալ ֆոնը դնենք մի կողմ։ Քաղաքական ուժ է, ընտրվում է, ընտրության հիմքը նախընտրական ծրագիրն է։ Հիմա երբ որ բացում ես ԿՊ-ի 21 թվականի նախընտրական ծրագիրը, 15 ջրամբար պետք է սարքեին, դեռ միայն 6-ի ջրամբարն են բզբզում։ Այսինքն այդտեղ հաստատ ռուսները մեղավոր չեն, աշխարհակաղակական խնդիրները մեղավոր չեն։ Նվազագույն աշխատավարձը պետք է դառնար 85 000 դրամ, չի դարձել։ Պետք է տեխնոպարկեր սարքեին մարզերում 4 հատ։ Այս ամենը ասում եմ նախընտրական ծրագրից, այսինքն մարդիկ բան են խոստացել, չեն արել։
Հիմա անընդհատ ասել դե Արցախի կորուստի մեջ ռուսներն էին մեղավոր, նախկիններն էին մեղավոր, բա ջրամբար որ խոստացել էիք, ով է մեղավոր։ Առավել եւս եկեք հասկանանք, որ 21 թվականից այս կողմ արտաքին տնտեսական գործոնները շատ դրական են, որը այդ ժամանակ չէր նախանշվում, այսինքն չգիտենք ռուս-ուկրաինական հակամարտության շնորհիվ մենք կունենանք բավականին մեծ տնտեսական դրական ֆոն, որովհետեւ միշտ տնտեսության վրա նաև արտաքին գործոններն են ազդում, չէ՞, համաշխարհային ճգնաժամ կարող լիներ, հիմա չեղավ, եղավ հակառակը։ Այսինքն տնտեսական 65% չեն հավաքի։ Չէ, իհարկե չեն հավաքի, այսինքն իհարկե չեն հավաքի, որովհետեւ բոլոր ոլորտներում, նույն ասում եք ասֆալտը, այս դուք եք նաև տեսնում, թեկուզ հենց կենտրոնում էս փոսերի վիճակը, խրամատների է վերածվել Երևանը, այդ ինչ ասֆալտի մասին է խոսքը։ Հիմա իշխանությունը ինչ որ բան արել է վերջի 5 տարում դրական, իհարկե արել է։ Մենք չենք ասում ոչինչ չի արել։ Ասֆալտ արել է, կան գյուղեր, որտեղ դպրոց են սարքել, սարքել են, մանկապարտեզ են սարքել, ճանապարհ են սարքել, որից է մեկը չի ասում, որ այս մարդիկ 5 տարի պարապ նստել են կամ մենակ վատ բան են արել։ Բայց ընդհանրապես, երբ որ դու որոշում ես կայացնում, նայում ես դրական եւ բացասական կողմերը։ Այսինքն բոլոր իշխանությունների մոտ կա արած լավ աշխատանք եւ վատ աշխատանք։ Ու դու պետք է կշիռ տաս, ես էլ ասում, այս իշխանության դրական աշխատանքները ու այն բաց թողումները, որոնք բավականին կործանարար են եղել, երբ որ դու համեմատում ես, ակնհայտ է, որ այս իշխանությունը պետք է հեռանա։ Նույն տրամաբանությամբ էս վերջ չէր, այսօր Հայաստան-Պորտուգալիա խաղին, որ 9-1 վերջացավ, ասենք Սպերցյանը գեղեցիկ գոլ խփեց։ Հա, խփել է այդ գոլը, ոչ մեկ չի երգում, բայց դրա կողքին 9 հատ գոլ ենք բաց թողել։ Հիմա այս իշխանությունը տասնապատիկ ավել գոլ է բաց թողել, քան գոլեր է խփել։ Ու այդ տրամաբանության մեջ իշխանությունը նաև իր բոլոր խոստումները չկատարելով եւ այն մարտահրավերները, որ այսօր մեր երկրի առջև կա, ընդհանրապես ունակ չէ լուծելու։ Պարոն Առաքելյան, դուք հարցին մոտենում եք մաթեմատիկորեն, բայց ընտրությունները միայն մաթեմատիկա չեն, որ այսքան խոստացել են, այսքան չկառուցեցին, ուրեմն կհեռացվեն, չէ՞, հիմա այսինքն որ մարդը խոստում է տալի չի կատարում, երկրորդ անգամ նորմալ է վստահել։ Գիտեք ինչ։ Մաթեմատիկա խոստում է, չէ՞, մարդիկ կա նաև հարցի կարևորությունը, ասենք Երևանցու համար ինչ տարբերություն է, այնտեղ ջրամբար սարքեցին, թե չէ, ես չեմ ասում։ Ասֆալտը Երևանցու համար կարևոր է իհարկե։ Նկատի ունեմ, միգուցե ընտրություններին չմոտենանք այդքան ճշգրտության տեսանկյունից, որ այս ասել են, չեն արել, կամ 70%-ը կամ 30%-ը չեն արել, ուրեմն դե պետք է հեռանան։ Հաշվի առնենք նաև այն ներկապնակը ընտրությունների, որ կա նկատի ունեմ այն ուժերը, որոնց նկատմամբ քաղաքացին պետք է վերաբերմունք դրսևորի, հա, եւ այդ Փաշինյանին հեռացնի, այսինքն որ մեկին հեռացնում են, ինչ որ մեկին բերում են։ Հիմա հասկանանք ովքեր են տեխնացուները բերվել։ Այդ էլ շատ կարևոր բաստում է։ 21 թվականին դա էլ է ազդել Նիկոլ Փաշինյանի ընտրության։ Հիմա այդ մարդիկ էլի կան, ասածս դա է, պարոն Առաքելյան, այդ մարդիկ կան, ավելացել է Սամվել Կարապետյանի ուժը, որը պես Ռուսաստանի հետ հարաբերությունների լավարկման ես շատ մեղմ իհարկե կարտահայտվեմ կողմնակից է եւ միգուցե մարդիկ դա վտանգ զգան, որպես իշխանությունը այսօր դա ներկայացնում է Հայաստանի ինքնիշխանության դեմ վտանգ, ասելով որ այդ մարդը այնտեղ լիքը բիզնեսներ ունի, կապիտալ ունի, Ռուսաստանից է կախված, չի կարող անկախ քաղաքականություն վարել։ Իսկ մենք չունենք այդպիսի կախվածություն, վարում ենք հազար մի բան։ Եթե այսպես ասենք մենյուն նայենք, մենյուով դատենք, ինչ այլ ընտրանք կա էլի, այսինքն որ էլի այդ նախկինները, այսինքն մարդիկ չունենան վախ, որ Հայաստանի ինքնիշխանությունը կորսվելու է, այս ուժը գա, թալանի մշակույթը վերադարձվելու է, հազար ու մի այլ հարցեր չեն վերադառնալու։ Ավելացնելով նաև գործող իշխանության բաց թողումները, այս առնվազն որպես իշխանություններ եթե նայենք, այս իշխանության քաղաքականությունն է ամենձև նպաստում Հայաստանի ինքնիշխանության նվազմանը, երբ Ադրբեջանի զինված ուժերը արդեն քանի տարի է Հայաստանի տարածքում են, Բաքվի բանտում ունենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, հետեւաբար լավ կլինի նախ գործող իշխանությունը ինքնիշխանության ամրապնդման իր տեսլականը ներկայացնի, նոր մնացածին մեղադրի, բայց գնահատականներ չտալով այլ ընդդիմադիր ուժերին, դա իրենց գործն է, ու սա առիթ է լինում է իրենց հարցերը տալու։ Տեսեք, ընտրության ժամանակ իհարկե հասարակության մի մասը փորձում է գնալ բացարձակ ընտրության, հա, լավագույնին ընտրել, բայց բոլոր որոշումների մեջ հիմնականում մենք չենք ունենում, երբ որ մենք գնում ենք բժշկի,
ստիպված ենք լինում ընտրել բժիշկ, հա, բայց չենք ասում Հայաստանում բժշկությունը լավագույնն է, հա, աշխարհի լավագույնն է։ Ստիպված եղած բժիշկների միջից ընտրում ենք լավագույնին, տարբեր գործոններով, ծանոթ, իր կենսագրությունը, իր փորձը հաշվի առնելով։ Հետևաբար ասել, որ մենք հիմա ունենք տենց լավագույն ընտրություն, այդպես չէ, բայց ունենք ընտրություններ, շատ ընտրություններ։ Հիմա քաղաքական դաշտում առնվազն տասնյակից ավել ուժեր ներկայացրել են իրենց հայտը, այդ թվում նաև մենք, որ մասնակցելու ենք ընտրություններին։ Եվ ամենևին ընդունելի չէ, երբ որ ընտրությունը նաև մեդիայի կողմից, քաղաքական ուժերի կողմից ներկայացնում են, որ կամ իշխանությունն է, կամ այս 1-2 ուժն է։ Ընտրություններին բոլորը լիարժեք մասնակցելու հնարավորություն ունեն եւ մասնակցելու են ընտրողներ այդ 2 ուժի փոխարեն կարա եւս 12 ուժի ընտրի։ Հիմա իշխանությանը չընտրող քաղաքացիներ կան, որոնք ձեր նշած կամ եւս կարող ենք նշել մի քանի ինդիմադիր ուժերի նկատմամբ ունեն վերապահում։ Իհարկե կան։ Նորմալ է, իհարկե նորմալ է, առավել եւս ուժեր, որոնք նախկինում նաեւ եղել են իշխանություն, շատ տրամաբանական է, որ քաղաքացիները ունեն հստակ դիրքորոշում, ոչ թե որպես ընդդիմություն, այլ որպես նախկին իշխանություն, հաշվի առնելով իրենց գործունեությունը։ Հետևաբար նաեւ կարճ որ ասենք, դրա համար էլ իրենք նախկին են։ Այսինքն հասարակությունը այլևս չի ընտրել այդ ուժերին որպես իշխանություն, բայց քաղաքական դաշտում կան բազմաթիվ ուժեր, որոնք իրենց անցած ճանապարհով, քաղաքական փորձառությամբ, թեկուզ փոքր հատվածում վերցված պատասխանատվությամբ, այս կարող մեր ուժի մասին ասել։ Մենք հիմա հաղթել ենք նոյեմբերյանում։ Եկեք գնանք նոյեմբերյան, տեսնենք այդ մարտիկ փոշմանել են 5 տարի։ Մենք մեր տված խոստումները կատարել ենք, թե չէ։ Չէ, բայց հիմա բայց նրանք պետք է իմանան ձեր պաշտպանության նախարարն ով է, արտգործնախարարն ով է, դուք Ադրբեջանի հետ այսպես պայթեցնելու եք խաղաղությունը, թե շարունակելու եք, թե հավելյալ իհարկե մենք միշտ ներկայացնում ենք մեր տեսլականը նաև ընդհանուր համապետական հարցերի շուրջ, բայց ինչի համար է, այսինքն դու եթե փորձառությունը տեսնում ես եւ քաղաքական փորձառությունը մարդկային որակները, ես համոզված եմ, որ ոչ միայն ապրելու երկիրը, այլև հասարակություն ունի ընտրություն։ Իսկ մի կարևոր հանգամանք է առնվազն եւ եթե գանք են հարցումներին եւ մնացած նաեւ իրավիճակին, մենք այո տեսնում ենք, որ որևիցե ուժ չի կարող 50%-ից ավել հավաքել եւ խորհրդարանական կառավարման մեջ սա լինելու է նաեւ բացառիկ հնարավորություն առավելություն, որ որևիցե ուժ չունենալով մեծամասնություն, մենք ունենալու ենք հակակշիռների զսպումների մեխանիզմ։ Իսկ եթե ասենք 3, 4, 5 ուժ միասին ձևավորում են կոալիցիոն կառավարություն, մենք ունենալու ենք մի իրավիճակ, որ խորհրդարանը չի ենթարկվելու վարչապետին որպես իր քաղաքական թիմ։ Այսինքն վարչապետը խորհրդարանում կարող է ունենալ, ասենք 15-20 падգամավոր։ Ուտեղ խորհրդարանի ու կառավարության հակակշիռների մեխանիզմը նպաստելու է զարգացման։ Այսինքն որ ասում ենք, որ Նիկոլ Փաշինյանի փոխարեն այս մարդն է գալու, է ցանկացած X մարդը ել չի ունենալու միաձայն իշխանություն։ Բայց Հայաստանի զարգացման վեկտոր գոյություն ունի։ Կարող է մարդիկ մտածեն ռուսամետներ են գալու իշխանության նյութենական մտածում։ Նորմալ է, հիմա կան քաղաքական ուժեր, որոնք իրենց արտաքին քաղաքականության ուղղությունը ավելի շատ տեսնում են դեպի Ռուսաստանի հետ, կան քաղաքական ուժեր, որոնք տեսնում են Ռուսաստանին դեմ։ Ընտրություն է, այո, բայց այդ ընտրությունը երկու ուժի մեջ չէ։ Էլի կան ուժեր, որոնք ունեն իրենց արտաքին քաղաքական կողմնորոշման հստակ պատկերացումներ, այդ թվում նաև մենք ներկայացրել ենք նաև մեր արտաքին քաղաքական պատկերացումները։ Հետևաբար այդ տեսանկյունից էլի տանել նրան, որ երկու ուժի միջև է ընտրության սև ու սպիտակի, սա նախագահական ընտրություն չէ, անձրի ընտրություն չէ, առավելևս սա վարչապետի ընտրություն չէ։ Սա խորհրդարանական ընտրություն է, ընտրվում են կուսակցություններ, հայտնում են խորհրդարանում, որի արդյունքում այո, ինչ որ մեկը լինելու է վարչապետ, բայց մենք ունենալու ենք նաև խորհրդարան տարբեր ուժերով, հետեւաբար հասարակությունը ունի լիարժեք ընտրություն կատարելու հնարավորություն, եւ շատ լավ է, որ կան բազմաթիվ ուժեր, որոնք ներկայացվելու են խորհրդարանական ընտրություններին նաև հանրությանը, եւ առաջիկա քարոզարշավն էլ ցույց կտա, որ բացի այն 1-2 ընդդիմադիր մեծ ռեսուրս ունեցող, նաև մեդիա դաշտում ակտիվ երևացող ուժերից հասարակությունը ունի մեծ ընտրություն։ Շնորհակալ եմ, պարոն Առաքելյան, վստահ եմ ընտրություններից առաջ էլի ձեզ կհյուրընկալենք, Factor TV-ում հյուրընկալել ենք Մեսրոպ Առաքելյան։